Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք, ինչպես արդեն գիտեք, ուրեմն փետրվարի 17-ին ըստ չինական օրացույցի, լուսնային օրացույցի նշվում է չինական նոր տարի։ Ինչով է սա յուրահատուկ։ Յուրահատուկ է նրանով, որ հենց փետրվարի 17-ին ունենք նորալուսին եւ էներգիաների հետաքրքիր դասավորվածությունն է, եւ ես որոշեցի, որ լավ կլինի այս ինֆորմացիայով ձեզ հետ կիսվեմ եւ տամ մի քանի տեխնիկաներ, որոնք հաճախ օգտագործում են արևելքում հենց նոր տարվա օրը, որը ունի շատ խորը իմաստ, խորը իմաստավորում կա սրա մեջ, քանի որ կրկին էներգիաների ճիշտ օգտագործումն է, ու ես կտամ մի քանի տեխնիկաներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ձեր կյանք ներգրավել հենց ամանորի սկզբին, անմիջապես հենց նորամուտին, այսպես ասած, նոր տարվա նորամուտին, դրական էներգիաներ, դրանք հիմնականում 3-ն են, որոնք ամբողջ տարվա ընթացքում կարող են ապահովել ձեր բարեկեցությունը, հաջողությունը, երջանկությունը, ֆինանսական հաջողությունը եւ այլն։ Դրա համար լավ կլինի, որ լսեք այս վիդեոն մինչև վերջ ու իհարկե կատարեք այն ամեն ինչը, որ ես ձեզ կտրամադրեմ։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակը եւ իհարկե կիսվեք այս ինֆորմացիայով ձեր շրջապատում, որպեսզի ավելի շատ մարդ իմանա այս մասին եւ կիրառեն այս տեխնիկան ու իրենց կյանք ներգրավեն նոր հնարավորություններ։ Հիմա, ինչ է պետք անել։ Ուրեմն ամսի 17-ին փետրվարի մենք ունենք հետևյալ էներգետիկ դասավորվածությունը։ Ուրեմն հարստության էներգիան գտնվում է հարավում, երջանկության էներգիան նույնպես հարավում է գտնվելու եւ ունենք առաջխաղացման էներգիա, որը գտնվում է արևելքում։ Այս էներգիաները իրենք յուրահատուկ են նրանով, որ հենց տարվա սկզբին նորալուսնով դրանք սկսում են ակտիվանալ, ու եթե մենք կատարում ենք ճիշտ գործողություն ճիշտ ժամին, ապա մենք նույնպես կարող ենք կպնել, այսպես ասած, այդ էներգիաներին եւ ամբողջ տարին ապահովել մեզ համար բարեկեցություն, երջանկություն եւ իհարկե ֆինանսական հաջողություն։ Ինչ է պետք անել։ Ուրեմն պետք է ուղղությունները որոշել, այսինքն դուք հստակ պետք է իմանաք, թե ձեր բնակարանից, ձեր տանից, որ ուղղության վրա է գտնվում հարավը, որտեղ է հարավը, դա կարող եք իմանալ ձեր հեռախոսի կոմպասով, կողմնացույցով, նայում եք որտեղ է հարավը, այնուհետև նայում եք որտեղ է արևելքը։ Դուրս է գալիս տանից, ուրեմն եւ 15-ից 20 րոպե քայլում դեպի հարավային ուղղությամբ։ Այնուհետև, երբ որ հասնում եք տվյալ ուղղության վերջնակետին, օրինակ 20 րոպե քայլեցիք, հասեք ինչ-որ միտեղ, ֆիքսում եք այդ տեղը, այսինքն մնում եք այդ տեղում 5-ից 10 րոպե եւ կատարում եք մտովի վիզուալիզացիա, հա։ Ինչ եք վիզուալիզացնում։ Վիզուալիզացնում եք հարստություն, մանիֆեստացնում եք երջանկություն եւ դրանից հետո, երբ որ ամրապնդում եք, այսպես ասած, էներգիան, դրանից հետո շարժվում եք դեպի արևելք։ Ձեր տվյալ դիրքից շարժվում եք դեպի արևելք։ Ինչպես եք իմանում որտեղ է արևելքը, հեռախոսում կա կողմնացույց, կողմնացույցով նայում եք որ կողմն է արևելքը եւ շարժվում եք տվյալ ուղղությամբ։ Նորից 15-ից 20 րոպե քայլում ենք այդ ուղղությամբ, հասնում ենք ինչ-որ միտեղ եւ նորից նստում ենք ինչ-որ միտեղ կամ ուղղակի կանգնած 5-ից 10 րոպե կատարում ենք մանիֆեստացիա առաջխաղացման հետ կապված։ Իսկ ինչ է մանիֆեստացիան, նրանք ովքեր չգիտեն, դուք կատարում եք, այսպես ասած, ցանկություն եք պահում կամ ուրեմն ձեր ուրեմն ցանկությունը ուղարկում եք դեպի տիեզերք, հա։ Ինչ եք դուք ցանկանում, որը առավել իրատեսական է, որը առավել համապատասխանում է ներկա ձեր իրավիճակին, հա։ Մի փոքր ավելի իրատեսական ցանկություններ պետք է պահեք, որպեսզի հավանականությունը մեծ լինի, որ դրանք կկարողանան, то есть կատարած կացվեն 2026 թվականի ընթացքում։ Սա շատ կարևոր է։ Կխնդրեմ սա ֆիքսեք ու երբ ենք դա կատարում։ Լավագույն ժամերը դա առավոտյան 9-ից մինչև 4 ընկած հատվածն է 9:00-ից 16:00։ Փորձեք կատարել այս միջակայքում, որովհետև հենց այս միջակայքում են դրական ժամերը եւ եթե դուք հենց այս միջակայքում կատարեք այն գործողությունը, որ ես ձեզ ասեցի, ապա ձեզ մոտ ուրեմն ավելի լավ կստացվի, ավելի արդյունավետ կլինի ամեն ինչ։
Եվս ունենք մեկ տարբերակ, եթե դուք չեք կարող դուրս գալ տանից, քայլել, հա, ունեք միգուցե առողջական խնդիրներ կամ զբաղվածություն, որ ձեզ թույլ չի տա տվյալ ժամերին դուրս գալ, շարժվել այդ ուղղությամբ, ամեն դեպքում ես կտամ եւս մեկ պրակտիկա, որը կարող եք օգտագործել։ Ինչ ենք անում։ Կրկին ուղղությունները նույնն են, այսինքն մենք պետք է հիշենք, որ հարստության երջանկության էներգիայի ուղղությունը դա հարավն է եւ առաջխաղացման էներգիան դա արևելքում է։ Հիմա, ուրեմն գտնում ենք տան հարավային հատվածը եւ արևելյան հատվածը։ Ինչպես կանգնում ենք տան կենտրոնում, կամ մեկ այլ տարածքի կենտրոնում, որտեղ դուք կլինեք տվյալ ժամային հատվածում եւ կենտրոնից որոշում եք, թե որտեղ է հարավը։ Այնուհետև շարժում եք դեպի հարավ, հարավային սեկտոր, դա կարող է լինել ձեր ննջարանը կամ ձեր հյուրասենյակը կամ ձեր խոհանոցը, տարբերություն չկա։ Բացառում ենք սանհանգույցում ինչ-որ մի գործողություն կատարելը, դա ցանկալի չէ։ Ուրեմն գտնում եք այդ հատվածը ու դեմքով կանգնում եք դեպի հարավ։ Առաջինը դեպի հարավ ենք գնում, կանգնում ենք դեմքով դեպի հարավ եւ ցանկալի է, որ մենք այդ ընթացքում վառենք 3 սովորական մոմ, բարակ սովորական եկեղեցական մոմ կարող է լինել կամ մեկ այլ, փոքր մոմերից, այդ որոնք ջրի վրա են դնում, կլոր փոքր մոմերից եթե ունեք, կարող եք 3 հատ վառել ու 10-ից 15 րոպե կամ 5-ից 10 րոպե կատարում եք նույն մանիֆեստացիան, որը վերաբերվում է հարստությանը, որը վերաբերվում է երջանկությանը։ Օրինակ, 2026-ին դուք ցանկանում եք վարելավել ձեր ֆինանսական հաջողությունը, նոր ֆինանսական հոսքեր ունենաք կամ երջանկության հետ կապված երջանկություն, նոր դրական առիթներ, նոր ուրեմն երջանիկ պահեր ձեր ընտանիքում, հա։ Այդ ամեն ինչը անելուց հետո մոմերը ձեր ձեռքում պահելով տեղաշարժվում եք դեպի արևելյան հատված ու կանգնում դեմքով դեպի արևելք։ Ու այս անգամ կատարում ենք մանիֆեստացիա առաջխաղացման։ Ուզում ենք առաջխաղացում, ուզում ենք նոր հնարավորություններ, ուզում ենք նոր ձեռքբերումներ մեր աշխատանքում, մեր կյանքում եւ այլն։ Այդ ամեն ինչը ասում ենք մտովի կամ բարձրաձայն 5-ից 10 րոպե, մոմերը թողնում ենք, որ վառվի եւ այնուհետև անցնում ենք մեր գործերին։ Մոմերը կարող եք անջատել կամ կարող եք միացրած թողել, եթե փոքր մոմեր են, մինչև վերջ այրվի, եթե ոչ, ապա կարող եք իրենց անջատել։ Սա երկրորդ պրակտիկան, եթե իհարկե քայլելով չեք կարող։ Ես խորհուրդ կտամ, որ քայլեք, բայց եթե հնարավորություն չկա, սա նույնպես ուրեմն աշխատող տարբերակ է, որը եւս կարող եք օգտագործել։ Հիշեք, որ այս գործողությունը դուք պետք է կատարեք առավոտյան 9-ից մինչև 16:00 ընկած հատվածում։ Եթե կլինեն հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ, չմոռանաք լայքել, կիսվել այս վիդեոյով եւ իհարկե բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, որտեղ ես կիսվում եմ բացառիկ ինֆորմացիայով։ Լավ եղեք, կհանդիպենք շուտով։